Որակը, շքեղությունը եւ հարմարավետությունը մեկ բնակարանում։ Առաջարկում եմ չթերթեք, որովհետեւ պատրաստվում եմ դետալային ներկայացնել։ Ամենակարևորը Մալիբու այգու հարևանությամբ ենք Բյուզանդահորիոթ հասցեում։ Սա խոհանոցի հատվածն է, սկսեմ այս կողմից՝ սուրճի սարք, խմիչքի սառնարան, գեղեցիկ ջահեր, ամբողջ տեխնիկան Bosch ապրանքանիշ է եւ ներկառուցված։ Ապակուց դռներ ունենք, լուսային էֆեկտով դարակներ, շատ գեղեցիկ է։ Այս կողմում արդեն մուտքի դուռն է եւ շատ գեղեցիկ սանհանգույց լոգասենյակ։ Հատակը բնական փայտ է, դռները տարբերվող ոճ են, սա դեկորային պատ չի, այլ ներկառուցված պահարանը կտորից ծածկույթով։ Խոհանոցը միացված է հյուրասենյակին, ամբողջ տանը պանորամային ապակիներ են, հեռուստացույցի պատը բնական մարմար է։ Տան ջեռուցում հովացումը կատարում է ֆանկոլային համակարգի միջոցով, ու եթե նկատեցիք, ամեն անկյունում տարբեր դիզայն է օգտագործված, ինչը յուրահատկություն է հաղորդում բնակարանին։ Ու ամենակարևորը ննջասենյակը, որը հիմնականն է, ունի իր սանհանգույց լոգասենյակը, ելի ուշադրություն դարձրեք դետալներին եւ այս գեստապահարաններին ապակոց դռներով, ես այս տնից վաու էֆեկտ եմ ստացել, ասենց տարբեր էմոցիաներ եմ ապրում, համոզված եմ դուք էլ եք շատ հավանել եւ ունի բաց պատշգամբ, եկեք ցույց տամ։ Տեսարանը Սարյան փողոց է, տեսեք ինչ մեծ է պատշգամբը, գեղեցիկ լույսերով, համ հյուրասենյակից մուտք ունենք, համ էլ ննջասենյակից։ Ունենք եւս երկու ննջասենյակ, սա երկրորդն է մահճակալով միջև առաստաղ ձգվող ներկառուցված պահարանով եւ այստեղից արդեն մտնում ենք երրորդ ննջասենյակ, որը բաժանված է սլայդ դռնով, եթե ցանկանաք կարող եք այստեղ պատ շարել կամ ուղղակի միացնել եւ դառնա մեկ ընդհանուր ննջասենյակ։ Սա մանկական ննջասենյակ է ծառայում պանորամային ապակիով ու այստեղից էլ արդեն դուրս են գալիս դեպի հյուրասենյակի հատված։ Նշեմ, որ տան ընդհանուր մակերեսը 124 քառակուսի է եւ ուզում եմ դուք ինքներդ մեկնաբանություններում գրեք, թե ինչքան կվճարեիք նման շքեղ բնակարանի համար։